Online կազինոների մասին եմ խոսալու կարճ, ողջունում եմ բոլորին, հարգանքներս։ Նախ ես այս վերջերը նկատել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեռևս պատգամավոր Հայկ Սարգսյանի ակտիվ գործունեությունը այդ մասով, որպեսզի այդ խաղամոլության դեմ պայքարեն, խաղամոլությունը վերացնեն, բայց ես ուզում եմ ուրիշ թեմա այս մասով խոսալ։ Ուրեմն տեսեք, իմ վրա նամակներ եկել է եւ առաջել եմ լսել այդպիսի դեպքեր, որ շահած գումարը on-line այդ որ խաղում են։ Ես չգիտեմ, ես չեմ խաղում, չգիտեմ էլ ինչ խաղեր է, լսել եմ Աջարապետ, լսել եմ ընդ Տոտո, հա, կա դες բաներ, թե դա ուղղակի առաջվա թեմաներ եմ ասում, եւ մնացած այդ on-line կազինոները մարդիկ շահել են գումարը 30 միլիոն, այսօր օրինակ լսել եմ 30 միլիոնի մասին, որ 33 միլիոնի մասին, որ չի տվել տվյալ on-line կազինոն։ Պատճառաբանելով, իբր թե տեխնիկական սխալ է եղել ինչ որ, պատճառաբանելով, որ 72 ժամ անցած 2 ժամ անց եք դուք 74-րդ ժամն եք եկել գումարը ուզելու արդեն չկա, երևի իբր արխիվը անգել չկա, արխիվից դուրս է եկել չկա, բայց ով որ ասում է ինչ որ ունեցել է հնարավորություն այդ պահին սկրինշոտ է արել, այդ խաղի ժամանակ ինչ որ երևի ձմել ու կապիկ բանա չէ բերում, տենց գովազների մեջ թերթելուց եմ ես տեսել, այսինքն որ դամկա ես էլի գնում, շաշկի խաղալուց ես տենց գիտեմ դամկա ես գնում, այսինքն արդեն հաղթել ես, հիմա այդ պահով սկրինշոտ արել, տարելա ցույց տվել, որ էսա փողոց տվեք, այդ ժամանակ արդեն իբր հնազանդվել են, որ հա դե էսա ապացույց կա, իմանալով որ սա կարա դատարանը խոսքի փաստ ծառայի, բայց ովքեր որ պահի ուրախության տակ, պահի ազդեցության տակ չեն կարացել սկրինշոտ անել, երբ ոգևորված են եղել եւ չունեին փաստեր, այդ մարդիկ իրանց գումարը չեն կարողացել ստանալ։ Ես ուզում եմ որ այս պահին այն մարդիկ ովքեր որ դժվաց են, իրանց ID-ը կոչվում թե ID քարտերը տեղադրեն մեկնաբանությունների բաժնում, կամ եթե չեն ուզում իրանց անունը լսեն, բան ուղարկեք ինձ անձնապես, ես այնտեղ կկտրեմ ձեր նկարը, կկտրեմ ձեր անուն ազգանունը, թե ովքեր են, ուղղակի պետքա տեքստը, բովանդակությունը կարճ, որ սկրինշոտի մեջ տեղավորվի, ձեր ID քարտա ինչա կոչվում, այն որ թույլատրելի է, եւ ձեր բողոքը, այնպես որ կարող եք ձեր բողոքն էլ գրել, որ այդպիսի բան կա։ Բողոքը այնպես որ կայանում է նրա մեջ, որ on-line կազինոները մարդկանց փողը չեն վճարում, մտածելով որ չեն կարա դատական process-ների մեջ մտնեն։ Ես չգիտեմ, այս ինչ խաղամոլություն է մեր երկրում տիրում, ես փիս ցավում եմ, որ իմ հայրենակիցները էնել ցավոք սրտի նաև սպաներ ես տեսել եմ Արցախում էլ, որ սպա օֆիցեր էլի խաղամոլությամբ ատառապում եւ իր այդ բարձր աշխատավարձը կորցնում է խաղատներում, ընտանիքներ է փլուզվում, չգիտեմ ինքնասպանություններ ա լինում, սպանություններ ա լինում, չգիտեմ, սա շատ մեծ աղետ է մեր երկրում, որի դեմը պետքա առնվի, բայց դրա դեմը առնելու համար բազմաթիվ միջոցներ կա։ Հոգևորականները, որ այսօր զբաղվում են քաղաքականությամբ, լավ կլիներ հենց այս գործով զբաղվեին։ Բազմաթիվ հոգևոր խնդիրներ կա։ Սա հոգեմետ դեղի նման բան է այս խաղերը։ Իսկ հոգեմետ բառը ինքը հոգի բառը քեզ որ ուղղությունն է տանում, հարգելի հայրենակից։ Տանում է հոգևոր դաշտ, իսկ հոգևոր դաշտում ովքեր են աշխատում։ Բաշխի որ հոգևորականները, հոգշինարարները չեն ելնելու։ Այնպես որ մենք անելիք ունենք, ես որպես հանրային գործիչ, բարձրաձայնել եմ այս հանրային խնդիրը, հնարավորություն եմ տալիս բոլորիդ, ովքեր որ դժվաց եք, ձեր խնդիրները այս մասով, ձեզ որ խաբվել եք, գրեք մեկնաբանություններ կամ ուղարկեք ես կտեղադրեմ մեկնաբանությունների բաժնում ձեր անուն ազգանուն ջնջած, բայց բերեք մի հատ բան էլ պայմանավորվենք, խնդրում եմ, հարգելի հայրենակիցներ, բերեք sense մի բան եղբայրաբար պայմանավորվենք։ Ընդունեք իմ խնդրանքը, որ դուրս կգաք այդ խաղամոլությունից, որ կջնջեք ձեր հեռախոսների մեջից կջնջեք այդ խաղերը։ Փորձեք ստարացեք ջնջել հեռանալ այդ կյանքից, դա սխալ կյանք է, դա սխալ երևույթ է, դա պետք է արգելվի ինչպես թմրանյութն է շրջանառվում երկրի ներսում, այնպես էլ դա պետք է արգելվի, բայց քանի որ մենք գիտենք, որ պետական չինովնիկները կապ ունեն տվյալ on-line կազինոների տերերի հետ, ընկերություն են անում եւ իրանց չեն կարող կապնել, որովհետեւ միգուցե նաեւ փայաբաժին ունեն, ես չեմ ուզում ենթադրություններս լցնեմ այս թեմայի շուրջ, բայց վերջերս լսել ենք, որ Վեդի բժշկական կենտրոնի տնօրենը պետական բյուջեն, այսինքն այդ երևի բանը հիվանդանոցի բյուջեն էլ, այսինքն պետական ID, կարողացել է դնին այդ on-line կազինոների մեջ եւ խաղա ու կրվի։ Այս թեման փակվել է։ Այստեղ կարող եմ ես նույնիսկ ենթադրություն անել, կարող է այս մարդկանց, որ 30 միլիոնը, 33 միլիոնը իբր թե տեխնիկական սխալների պատճառով չեք կարող տակ, չկա տենց բան, կարող է փորձել եք այդ Վեդի բժշկական կենտրոնի կորցրածը վերականգնել մեկ այլ քաղաքացիների հաշվին։ Սա ենթադրություն է, ես չունեմ զրպարտելու ոչ մի բան, որտեղ չունեմ փաստ։ Բայց մարդ ես մտածում ես, եթե չինովնիկները պետական կապ ունեն on-line կազինոների տերերի հետ, հնարավոր է նաև որ իրանց մերձավոր շրջապատը, ովքեր որ կրվել են, իրանց էս հարցում միջնորդ են, աջակցեն մեկ այլ քաղաքացիների, ովքեր որ թիկունք չունեն, իրանց հաշվին։
Իսկ այդ դժվար քաղաքացիների թիկունքը ես եմ։ Թույլ տվեցի, հնարավորություն տվեցի, որպեսզի իրանց դե խնդիրները գրեն։ Խնդրում եմ, ովքեր որ դժվար են, ովքեր որ կողմ են, որ այդ on-line կազինոները փակվեն, չլինեն ընդհանրապես երկրում, եւ կողմ են, որ մեր հայրենակիցները հեռու մնան այդ կախվածությունից, դուք էլ ձեր մեկնաբանություններով դուք էլ ձեր լայքերով եւ ձեր աջակցությամբ տարածեք այս եթերը, թող օգտակար լինի հանրությանը։ Ես չեմ տիրապետում այդ խաղերին, ես չեմ խաղացել կյանքում այդպես խաղեր, ոչ թե ձևը չգիտեմ, այլ ցանկություն չկա եւ գիտեմ, որ դա վատ բան է, եթե ընկնեմ մեջ կարող է եսել հիվանդանամ ու դժվար լինի բուժվելը։ Այնպես որ շատ նրբությունների դետալների չտիրապետելով, թողնում եմ, որ դուք այդ դետալների մասին, այդ նրբությունների մասին եւ ձեր բողոքներով ներկայացնեք գրեք մեկնաբանությունների բաժին։ Սա հրատապ եթեր էր, որովհետեւ իմ գործունեությունը չի որ sense կազինոների մասին խոսա, որը նույնիսկ կարող գովազ թվա, սա թող հակագովազ դնի, սա թող հելացի մեր հայրենակիցները հասկանան, որ հիվանդություն է դա եւ իրանք ընկերեն հակարդի մեջ, պետքա հրատապ, պետքա շուտ դուրս գալ։ Գնացեք միացեք ձեր ընտանիքներին, եթե բաժանվել եք, գնացեք ձեր նախկին գործը արեք եւ գումար պետքա քրտնիկով աշխատես, ոչ թե Բարաբանը Յակոբովիչի պատտես փող աշխատես։ Այդպես փող չեն աշխատում, ժողովուրդ ջան։ Կամ ֆիզիկական, կամ մտավոր, կամ ինչ որ բան պետքա դու տաս, որ ստանաս։ Ինչ բան չտալը որն է, եւ դա հիվանդություն է, այդքանը չերկարացնեմ։ Գրեք ձեր մեկնաբանությունները այդ թեմայի շուրջ եւ դժվար մարդիկ մի մոռացեք, ուղարկեք ձեր, եթե չեք ուզում մեկնաբանությունը թողնեք, ուղարկեք ինձ, ես սկրինշոտ կանեմ կտեղադրեմ։